Ողջույն հարգելի հայրենակիցներ, 5 տարի առաջ այսօրը Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց, որ հայկական կողմը պարտվել է։ Դա մի պատերազմ էր, որը բերել էր Նիկոլ Փաշինյանը իր խայտառակ քաղաքականությամբ։ Դա մի պարտություն էր, որը նույնպես Նիկոլ Փաշինյանի պատճառով էր եղել։ Եվ այսօր նա փարիսեցիաբար մասնակցում է մի կեղծ եկեղեցական միջոցառման, իբր լացելու համար մեր կորցրած զինվորների հիշատակը։ Իրականում հենց ինքն է պատճառը, որովհետև շատ լավ հիշում եք, որ հայտարարում էր, որ ինքը չկանգնեցրեց պատերազմը, որովհետև չէր ուզում, որ իրեն համարեն դավաճան, այսինքն հանուն իր անձնական PR-ի ինքը զոհեր էր տալիս, շատ լավ գիտակցելով, որ պետք է կանգնեցնել պատերազմը, եւ ահա այսօր գնացել են ու եկեղեցում փորձում են ինչ-որ կոկորդիլոսի արցուքներ թափել։ Մայր Հայաստանը այս պահին գտնվում է Էջմիածնում, մենք թիմակիցներով եկել ենք մասնակցելու համար իրական պատարագին եւ այս ամենի ինչ որ տեղի ունենում, այս ամենը Նիկոլ Փաշինյանի բերած արհավիրքների շարքի մեջ է եւ հիմա արհավիրքներից մեկն էլ այն է, որ ինքը թուրքական ադրբեջանական պատվերով Փաշազադեի հրահանգով հարձակվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Իրեն բացարձակապես չի հետաքրքրում եկեղեցու բարեփոխումը կամ առանձին հոգևորականների կյանքը, ինքը ուղղակի պատվեր է կատարում եւ պատճառ է բերել, թե իբր առանձին հոգևորականների դեմ է, սա ոչ թե եկեղեցու։ Մենք պետք է իրականությունը շատ լավ պատկերացնենք եւ իմանանք, որ սա հարձակում է եկեղեցու դեմ, սա նաեւ հարձակում է Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետեւ փորձում են կազմաքանդել համահայկական նշանակության կառույցը, մեր հայկական ինքնության կարևորագույն մաս կազմող առաքելական եկեղեցին, ու քանի որ երեկվա իրադարձությունները դեռևս ակտիվորեն քննարկվում են, կապված մեր թեկնածուների դեմ ԱԱԾ-ի կողմից հարուցված, իսկ իրականում կարված քրեական գործի մասով, ասեմ, որ մեզ մոտ ոչինչ չի փոխվել, փոխվելու է իրենց մոտ, իրենք այս քայլով չեն կարող որևէ փոփոխություն մտցնել մեր վարքագծի մեջ, այդ կարված գործերը որևէ հիմք չունեն եւ դեռևս ընտրությունները չսկսված իրենք սկսեցին փորփրել հոտոտել, երբ որ պարզ դարձավ, որ Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը գլխավորելու են Մայր Հայաստանի ցուցակը վարշապատի հավաքանու ընտրություններում։ Մենք ուղղակի քաղաքացիներին կոչ ենք անում նախ չտրվել սրանց սադրանքներին, չմասնակցել պիղծ միջոցառումների, որոնք արհեստականորեն սրանք կազմակերպում են, որպեսզի ցույց տան, թե իբր քրիստոնեական կյանքով են ապրում, մինչդեռ բոլոր մեղքերի մեջ, բոլոր մահացու մեղքերի մեջ թաղված են, եւ այն ինչ որ սրանք են արել հայոց պատմության մեջ, շատ դժվար է փորփրելը ու գտնելը։ Պետրոս Կետադարձ ունեցել ենք, Հովհաննես Սմբատ ենք ունեցել, սա մի առանձնահատուկ դերակատարում ունի արդեն վատ իմաստով մեր պատմության մեջ։ Ինչ վերաբերում է արդեն բուն վարշապատի ընտրություններին, ապա մեր քաղաքացիները պետք է իրենց քաղաքացիական վարքագծով ցույց տան, թե իրականում ինչ են մտածում քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակի եւ նրան կցված թուրքական 5-րդ Չարեսյան մասին։ Մենք ուղղակի ակտիվության կոչ ենք անում մեր քաղաքացիներին եւ
համոզված ենք, որ մարդիկ պետք է քաղաքացիական դրսևորում ցուցաբերեն եւ իրենց իրավունքները իրացնեն։ Այս պահին Մայրաթորի տարածքում ենք արդեն, կմասնակցենք պատարագին եւ սա կլինի յուրօրինակ պատասխան են fake եկեղեցական միջոցառմանը, որին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը եւ այդ փարիսեցիության գագաթնակետն է լինելու դա, որ իբր զինվորների հիշատակի համար են անում։ Ինքը անձամբ ուղիղ պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել 2020 թվականին ու թող հիմա այդ կեղծ հուզմունքները չներկայացնի։ Մենք տեղեկացնեմ, որ այսօր քարոզարշավի շրջանակներում լինելու ենք Գեղակերտում եւ Հայթաղում, բայց պատարագի մասնակցելուց հետո կլինենք կապի մեջ առայժմ։